Տարբեր առիթներով իշխանության տարբեր ներկայացուցիչները եւ մասնավորաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շատ ինքնավստահ տարբեր ամբիոններից կառավարություն լինի դա, խորհրդարան լինի, ժողովրդի հետ հանդիպում լինի, հայտարարում են մասին, որ սահմանադրական մեծամասնություն են ստանալու, ասում են 65%-ի ձայն ենք ունենալու։ Եվ սա հայտարարում է մի իշխանություն, որը հանձնել է Արցախը, որի օրոք օկուպացված է Հայաստանի 250 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ուզում եմ հասկանալ, ձեզ համար պարզ է, որտեղից է մարդկանց ինքնավստահությունը։ Սա սովորական քարոզչություն է, թե ունի հիմքեր։ Այն ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սահմանադրական մեծամասնություն, դա պետք է լավ ուսումնասիրեն այսօրվա անդիմությունը, դրա տակ ինչ հիմքեր կան։ Ես երբ որ այսօր նայում եմ անդիմության քարոզարշավը, շատ իրենք ինքնավստահ նույն ձևի վստահություն կա, որ իրանք են հաղթելու Նիկոլ Փաշինյանին, բայց մոռանում են, թե իրենց դեմ ով է կանգնած։ Ոչ մի սրբություն չունեցող անձնավորություն, ամեն ինչի վրայով անցնող, եւ այսօրվա դրությամբ անդիմությանը շատ անդամներ փորձում են նորմալ խաղի կանոններով մասնակցել։ Դասական ոճով։ Վերջերս ես Նարեկ Կարապետյանին լսեցի, երբ որ դատարանի դիմաց կանգնած, ինքը ասեց, ես զարմանում եմ, որ ոնց կարող է մարդը նորածին երեխայի մորը բերի դատարան եւ այնը կալանքի միջնորդություն փորձեն ներկայացնել։ Նարեկ Կարապետյանը միշտ լինելով բիզնեսի մեջ ինքը օրինական է խաղացել։ Եվ գիտի դիմացը կանգնած են իր նման վարկեշտ անձնավորություն։ Պատկերացրեք մի բան, երբ որ բոքսի ռինգ է եւ մի կողմը դուրս է գալի կանոնները, որպեսզի համապատասխան իր բոքսը վարի եւ իր դիմաց կանգնած է մեկը, որը մարտեր առանց կանոնների է իր հետ վարվում։ Այն պարագայում, երբ որ մրցավարն էլ չի նկատում, որովհետեւ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցները ամբողջովին սատարում են իրեն։ Երբ որ դիմացինը, ով դուրս է եկել բոքս մենամարտելու, փորձում է օրինական էլի հարվածել, միանգամից կանգնացնում են եւ իրեն մի տուգանային միավոր հանում են։ Ասում են չես խալս արա։ Իսկ ինչ է նշանակում, դուրս է գալի պետք է նրա ձեռքերը կապես, իսկ այն մեկը ինչ ձևի ուզենա հարվածի։ Նույն իրավիճակում ենք մենք հայտնվել քաղաքական դաշտում։ Այս առումով ես շատ կուզենայի, որ Սամվել Կարապետյանը օր առաջ դուրս գար տնային կալանքից եւ ինքը ամբողջ քարոզարշավը իրականացներ, որովհետեւ ինքը բավականին կյանքի փորձ ունի եւ այն ինչի որ հասել է, վստահ եմ, որ այս տարիների ընթացքում իր դիմաց շատ են կանգնած եղել Նիկոլ Փաշինյաններ, բիզնեսի առումով եմ ասում, որոնք որ օրենքով չեն խաղացել դեմ, նույն բիզնեսի հետ կապված նաև փորձել են ինչ-որ բաներ, խախտումներ եւ այլն գողություններ մյուս ինքը այդ ամեն ինչով անցել է եւ հասել է այս վիճակին, այսինքն ինքը տեսել է այդ կերպարները տարբեր առումներով։ Այս առումով ուժեղ Հայաստանի քարոզարշավը միանշանակ կտարբերվի այն քարոզարշավից, որ այսօր արվում եւ երբ որ Սամվել Կարապետյանը դուրս է։ Կարևոր բան ասացիք, որովհետև նախ համաչափությունն է, անհամաչափություն է ստեղծված, անհավասար իրավիճակ, այսինքն այս պահին լինելով ուժեղ Հայաստանի առաջնորդը, նա չի կարող մասնակցել, ինչպես մյուս կուսակցությունների ղեկավարներն են կամ դաշինքների առաջնորդներն են մասնակցելու եւ մասնակցում են արդեն քարոզարշավին ժողովրդի հետ դեմ առ դեմ գնալով հանդիպումների, դրանից զրկված է Սամվել Կարապետյանը եւ չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հաշվարկները հենց այնպես չեն, նա հստակ հաշվարկել է, որ եթե Սամվել Կարապետյանը դեմ առ դեմ կանգնի ժողովրդին եւ դուք ինչպես ասացիք իր փորձառությամբ դուրս գա, հա, խաղահրապարակ, քաղաքական, հա, ակտիվ քարոզարշավի դաշտ, ապա շատ լուրջ շահելու է
ուժեղ Հայաստանը եւ ընդհանրապես ընդդիմադիր հատվածը եւ դրա համար նա շարունակելու է պահել կալանավորված 3 էլ կարծում եմ տեղյակ եք դատախազը հայտարարեց որ եւս 3 ամիս իրենք նպատակ ունեն երկարաձգելու տնային կալանքը սա պատահական չի արում չէ պարոն Ռոստոմյան մենք բոլորս տեսնում ենք Փաշինյանի տեխնոլոգիաները ընդհանրապես մինչ օրս որևէ պատահականություն այս իշխանության մոտ չի եղել եւ այն ինչ որ արվում է հաշվարկված եւ համապատասխան դրսի ուժերի աջակցությամբ, որովհետեւ այն գիտելիքները չունի Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա բոլոր ոլորտներում այդպիսի հստակ քանդի երկիրը։